Ողջույն իմ շատ սիրելի հեռուստատող բարեկամներ, ձեզ հետ տնային աշխատանքն է։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ տնային աշխատանքը շարունակում է իր ճանապարհությունը բնակարաններում։ Հա, ուզում եմ նաև ձեզ հետ կիսվել։ Յուրաքանչյուր գեղեցիկ փոփոխություն դա տոն է։ Իսկ եթե այդ փոփոխությունը վերաբերվում է ձեր բնակարաններին, ապա այն դառնում է կրկնակի։ Ասեմ նաև, որ մեր հաղորդման շրջանակներում ձեր բնակարանը կարող է ստանալ նոր տեսք, որը ձեզ անհավանական կթվա։ Իսկ այդ ամենը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ որ ձեր բնակարանում տնային աշխատանքն է։ Սիրելի բարեկամներ, տնային աշխատանքը հյուրընկալվել է մի բնակարանում, որտեղ ապրում մի շատ համեստ ընտանիք։ Ինչպես յուրաքանչյուր հայ ընտանիքի հայր, այս ընտանիքի հայրը նույնպես առավոտվանից մինչ երեկո աշխատում է։ Մայրը զբաղված է տան հոգսերով, դաստիարակում է 2 հրաշք բալիկներին։ Հորաքույրը շատ պարզ, սիրում է բնությունը։ Նրանք ցանկացել են, որպեսզի իրենց հյուրասենյակում տեղի ունենան տնային աշխատանքներ, այսինքն ենթարկվի փոփոխությունների։ Իսկ տնային աշխատանքների հերթին իհարկե դիզայներների եւ վարպետների շնորհիվ ամեն ինչ կանի, որպեսզի ի կատարացի նրանց ցանկությունները։ Բայց մինչ այս ամենին անդրադառնալը, եկեք ծանոթանանք տան տերերի հետ, այսինքն մեր հերոսների հետ։ Արթուր Աբաջյան, ընտանիքի աշխատասեր հայրը, Լուսինե Գրիգորյան, Արթուրի կինը, Սուսաննա Աբաջյան, Արթուրի քույրը, երեխաներ, Սարգիս եւ Արման։ Աբաջյան Սարգիս, կարելի է ձեզ մի բան խնդրել։ Ես կխնդրեմ դուք գնաք խոհանոց, մեզ համար թեյ պատրաստեք, ընդհանրապես մի քանի րոպե հետո կգանք, մենք հրաժեշտի թեյ խմենք միասին, լավ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք սիրելիս ծանոթացանք, իսկ հիմա մի փոքր զրուցենք։ Լուսինե, հավատում եք, որ այստեղ ենք։ Դժվարությամբ, բայց հավատում եմ արդեն։ Դժվարությամբ։ Հա։ Լավ։ Աշխատվելուց հավատում եմ։ Ամեն դեպքում այսպեսի հարց, իհարկե մեր կայքում մենք տեսանք ձեր նամակը, ով էր ուղարկել նամակը, ինչպես դա ստացվեց, մի քանի բառով։ Երբ առաջին անգամ տեսա անոնսը, առաջին հաղորդման, բավականին ոգևորվեցի եւ անպայման ասացի պիտի դիտեմ։ Ժամը երբ եկավ, դիտեցի հաղորդաշարը, մի ոգևորվածություն տավ իմ մեջ եւ որոշեցի անպայման դիմել։ Խորհրդակցելով ամուսնուց հետ, որոշեցինք գրանցվել կայքում։ Նամակը գրեցիք դուք։ Նամակը գրել էի ես, հիմնական բոլոր տեքստերը գրեցի ես, իսկ մնացած տեքստային հուզիչ պահերը գրեց իմ կինը։ Քանի որ ինքը ավելի շատ վստահ էր, որտեվ ասեց ես կգրեմ ու դու կտեսնես, որ դա կստացվի։ Սուսանա, դուք տեղյակ եք այս ամեն ինչից, ինչի մասին խոսում։ Այո, տեղյակ էի ու վստահ էի, որովհետև հավատում եմ, հրաշքներ տեղի են ունենում։ Արթուրը մնացած սենյակները քիչ թե շատ վերանորոգել է, հասակ հյուրասենյակին եւ ինչ որ բան այս կյանքում ավարտվեց։ Չասենք ինչ ավարտվեց, երևի բոլորի համար դա պարզ կլինի։ Լավ, մենք հիմա հյուրասենյակում ենք։ Մեզ համար պարզ է։ Չափսերով ոչ մեծ, բայց հիմա Լուսինե, խնդրեմ ասեք ինչպիսին եք ուզում տեսնել կամ ինչպիսին եք տեսել։ Ինչպես նկատեցիք, արդեն հյուրասենյակը բավականին համեմատաբար մյուս հյուրասենյակների հետ փոքր է եւ ինքը ըստ կառույցի մութ սենյակ է։ Ես կուզենայի, որ ինտերիերի լուսավորության շնորհիվ հյուրասենյակը դառնար բավականին լուսավոր, լիներ պայծառ գույների մեջ եւ սիրում եմ երբ նկարանում հատակին, պատի վրա, որտեղ ուզում եմ զարդարված մի ինտերիեր, բացի գեղեցիկ ինտերիերից լինի նաեւ դեկորատիվ որևէ պարագաներ։ Իսկ ոչ Ահա, ոչ այն առումով։ Քանի որ նոր սերունդ է մեծանում եւ ժամանակը ինքնին առաջ է գնում, կուզենայի, որ լինի մոդեռն ոճում, ժամանակը ինքնին իր թելադրանքը։ Լավ, Արթուր, ինչպիսին եք պատկերացնում։ Պատկերացնում էի սենյակը լույսավոր, բաց գույների ներքո, գեղեցիկ ոճով, ժամանակակից ու ջերմ մթնոլորտ, ջերմ մարդկանց ընդունելու համար։ Դե ինչ ես ուզում եմ ասել, տեսություն, մինչ նոր հանդիպում։ Դες, կուզենամ ձեզ ուղեկցել, խնդրեմ։ Հաջող։ Դե ինչ ինչպես ասեց Սարգիսը, հաջող, հայերեն դա նշանակում է ստեսություն։ Ստեսություն, գնացին, փոքրիկային։ Հաջողություն։ Խնդրեմ, լավ եղեք։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Դե ինչ, երևի ժամանակն է, որ հանդիպենք դիզայների հետ։ Հայկ Օհանյան, ճարտարապետ դիզայներ, ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը, հոբին, նկարչություն, անիմացիա։ Ողջույն Հայկ։
Կարող եմ ասել, որ մեր հերոստատող բարեկամները քեզ հետ առաջին անգամ է հանդիպում ու կարծում եմ հետաքրքիր կլինի։ Լավ եք։ Լավ։ Միջից ասեմ, որ Հայկը նույնպես գրանցվել է մեր կայքում, դիզայներական բաժնում եւ հիմա նա իմ կողքին է։ Մի անգամից տեղեկացնեմ, որ այս բնակարանն է 3 սենյականոց բնակարան, որտեղ ապրում է շատ համեստ ընտանիք, շատ հրաշք ընտանիք։ Ես մի անգամից ասեմ ցանկությունները։ Մեր տանտերերը ցանկացան, որպեսզի հյուրասենյակը լինի ավելի մոդեռն ոճի մեջ, ավելի լուսավոր, ավելի պրակտիկ։ Հիմա կուզենամ իհարկե ձեզ համար մի քիչ դժվար կլինի, առաջին անգամ եք տեսնում սենյակը, բայց այս ընթացքում երևի ես մի փոքր ժամանակ տվեցի մտածելու, տեսնելու, հասկանալու։ Այնակ առաջի հայացքից ինչ կարելի է այստեղ փոփոխել։ Առաջի հայացքից կարելի է փոփոխել հեռուստացույցի դիրքը։ Դիրքը ինչ առնով զոնան, թե դիրքը։ Հեռուստացույցի դիրքը, այսինքն հիմա հեռուստացույցի դիրքը նենց է դրած մեր մոտ, որպեսզի որ շատ անհարմար է լինում հեռուստացույց նայելը, որովհետև զոնան այստեղ է նստելու, տեղ է դրված։ Եվ նայելու համար շատ անհարմար է։ Միջից այնտեղ խոհանոցն է, չգիտեմ այս մասի հետ ինչ կարելի է անել։ Այս մասը լուրջ մաս է կարելի ասել, որովհետև հիմնական լույսի աղբյուրը սա է։ Բնական լուսավորման մասին ենք խոսում, եւ ցերեկային լույս մենակ այստեղից է գալիս։ Իմ կարծիքով սա փակելը շատ սխալ կլինի եւ պետքա փորձենք մտածենք նենց անենք, որպեսզի բացվի այս զոնան, չգիտեմ ոնց, բայց պետքա բացենք, որպեսզի բնական լուսավորությունը ցերեկան։ Ճիշտն ասած, ես չի մտածել այդ մասին, իսկապես եթե պատկերացնում եմ սա փակենք հանկարծ, սենյակը դառնում ամբողջությամբ մոտ։ Լավ, Հայկ, ես բավականին ինֆորմացիա ստացա, ես հիմա իմ վեց անալիզ եմ անում, բայց քանի որ իմ ուղեղը դրան սովոր չի, ես ուզում եմ քեզ շուտ հրաժեշտ տալ, ցտեսություն, հաջողություն, քեզ սպասում են բազում աշխատանքներ։ Հանդիպում դիզայների հետ։ Բարև Հայկ։ Հայկ Օհանյան։ Ամեն դեպքում մեկ անգամ եւս ես ապրում այս երջանկության ու հրճվանքի ակնթարթները, իդեմս ձեր գծագրերի, որը հենց հիմա ձեր ձեռքում է, ես ուզում եմ ականատեսը լինել։ Նորից այն պատկերը, որից ես ոչինչ չեմ հասկանում, բայց ամեն դեպքում Հայկ, տվեք բացատրություն, որովհետև մեր հերոստատող բարեկամները նախ կուզենամ ես ցույց տալ։ Սա սկզբնական գծագիրն է։ Սա մեր մուտքի դուռն է, որը չի փոխվել ընդհանրապես։ Լավ։ Այստեղ առաջ ես նախ ասեմ, որ փոխել եմ ընդհանրապես սենյակի զոնավորումը։ Առաջ մեր մոտ նստելու զոնան այստեղ էր, փոխվել է սեղանի տեղը, որը այստեղ էր առաջ։ Եվ հեռուստացույցը դրվել է հենց ուղիղ հանգստյան գոտի դիմացը, որպեսզի հարմար լինի նայել, առաջ կողքն էր դրած։ Հասկացա։ Լավ։ Այստեղ անդադ թվեր են, ինչ-որ բաներ են, սա ես կարելի է, եթե կարելի է, սա կփոխանցեք իմ կողմից վարպետներին, են ինչ էր ենտեղ, Հայկ։ Ես հետո ձեզ կացեմ, դե, Հայկ, Սա հիմա մենք նայում ենք հենց մեր կանգնած դիրքից ենք նայում, սա դիրքը։ Այս ես երբ որ առաջի մասում ասացի, սա այն զոնան է, որտեղ միացվում է խոհանոցի հետ։ Սա հեռուստացույցի զոնան է։ Այո, սա հեռուստացույցի զոնան է։ Այստեղ երկու հատ դեկորատիվ
ապակիներով լուծումատրված, որպեսզի լույսի աղբյուրը ավելի շատ լինի։ Մեզ մոտ հատակը ինչ գույն է լինելու։ Մուգ շագանակագույն։ Շատ լավ։ Լուսավորությունը լինելու նեոնային։ Նույնիսկ այդպես, լավ։ Մի րոպե սենյակը լինելու է տարբեր գույների մեջ, այդ դեպքում կխնդրեմ ինձ տվեք, սա պայեք ձեզ մոտ, եթե կարելի հետո ես կվերցեմ, տվեք ինձ բացատրություն։ Գույնը այստեղ անմիջապես շատ կոնկրետ փոխվեց սենյակի գույնը եւ սա որ հատվածն է, Հայկ։ Սա այս հատվածն է, այսինքն հանգստի զոնան է, երբ որտեղ որ պետք է նստել։ Իսկ սա նկար է ուղղակի։ Սա նկար է։ Իսկ ինչ նկար է, սա այդ գիտեք։ Սա ես եմ նկարելու։ Քայլ, երիտասարդը սկսում է ինձ զարմացնել, լավ։ Հետարքի լուծում է, Հայկ։ Ազնությամբ ինձ դուր եկավ եւ իհարկե սա Այնտեղ որտեղ որ մենք ենք կանգնած։ Այո, այնտեղ որտեղ որ մենք ենք կանգնած։ Մեր կանգնած տեղում լինելու է սեղանաթոռը։ Այո, եւ այստեղ էլ գիպսակարտոնով էլի լուծումատրված, որը լուսավորում է ունենալու եւ շեշտելու է այդ հատվածը։ Սիրելի հեռուստատողներ, կարծում եմ ձեզ համար ամեն ինչ պարզ է, դուք էլ ինչպես ես զարմացած եմ, բայց ի տարբերություն ձեզ ես հիմա չեմ ուզում իմ ոգևորվածությունը ցույց տալ, որովհետև դեռ Հայկին հարց ունեմ ուղղելու։ Այն ինչ որ մենք տեսանք թղթի վրա, նկարներում, մենք ստանալու ենք մեկը մեկի։ Ես խոստանում եմ, որ ավելի լավ բան ենք ստանալու, քան նկարում։ Պատասխանին սկսում է ավելի շատ ոգևորել։ Ինչ ասացիք, մեկ անգամ երես կրկնեք։ Ես խոստանում եմ, որ ավելի լավ է լինելու, քան նկարի մեջ։ Այ հիմա ես սկսում եմ ոգևորվել։ Դե ինչ Հայկ, շնորհակալություն։ Ձեզ հետ է տնային աշխատանքը։